Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելիներ, ձեզի հետ են Սերրին և Գրիգորը վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այսօր գամփոխչանա ապրիլյան քարորիա պատերազմի 9-րդ տարելիցը։ 2016-ի ապրիլյան մարտերու հետևանքով հայկական կողմը ունեցավ ավելի քան 100 զոհ և գործընծուց մոտ 800 հեկտար տարածք։ 2016-ի մեգեն 2 ապրիլի կեսգիշերին ադրբեջանական կողմը հարձակողական լայնածավալ գործողություններով սկսավ Արցախի դեմ։ Արցախի և Ադրբեջանի միջև հանդիպման գիծին ամբողջ երկայնքին լայն տարածությամբ ռազմական գործողություններ կատարվեցան Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինյալ ուժերու միջև։ Ավելի ծանր մարտեր կատարվեցան հարավային Հադրութ և հյուսիս-արևելյան Մարտակերտ շրջաններու մեջ։ Ադրբեջանական կողմը օգտագործեց իր ռազմական համակարգին բոլոր կարելիությունները։ 3 ապրիլի առավոտյան ժամը 6-ին սկսյալ առաջին գիծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինյալ ուժերը հրթիռներու և հրետաններու միջոցով շարունակեցին ռազմական իրենց վայրագ գործողությունները։ Նույն օրը 3 ապրիլին ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, թե միակողմանի կդադարեցնի գրակոծը, սակայն շարունակեց մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչներուն վրա հրետանիով հարվածները։ 4 ապրիլի առավոտ կանուխ հանդիպման գիծին ամբողջ երկայնքին ադրբեջանական կողմը ականանետերով և հրանոթներով շարունակեց հարվածել հայկական զինյալ ուժերու առաջին գիծերը և մոտակա հայկական բնակավայրերը։ Նույն օրը առավոտյան ժամը 7-ի շուրջ ավելի ուժգին գրակոծները սկսան հանդիպման գիծի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ 5 ապրիլի առավոտ կանուխ առաջին գիծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինյալ ուժերը օգտագործեցին Սմերջ կոչված համազարգային գրակի հակադարձող համակարգը։ Այնուհետև հաստատվեցավ զինադադար, դադարեցան ռազմական գործողությունները։ 6 ապրիլի առավոտ կանուխ Արցախ-Ադրբեջան հակամարտ գործողերու հանդիպման գիծին վրա հիմնականորեն պահպանվեցավ 5 ապրիլի ժամը 12-ին ձեռք բերված զինադատարին պայմանավորվածությունները։ Երեկ Բաքուի մեջ շարունակվեցավ Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու հերթական դատական նիստը։ Նախորդ նիստը տեղի ունեցած էր 18 մարտին։ Նիստին ընթացքին ավելի քան 10 այսպես կոչված դժողներ տված էին ցուցմունքներ։ Ադրբեջանական աղբյուրներու համաձայն երեկվան նիստին Վարդանյանին դրամատրվեցավ թարգմանիչ, ինչպես նաև իր կողմէ պաշտպանության համար ընտրված փաստաբանը։ Դատական նիստին ընթացքին դժողները հարցաքննվեցան և ցուցմունքներ տվին։ Հայտնենք, որ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության, ինչպես նաև Բաքուի մեջ ապօրինի կերության մեջ բախվող այլ քաղաքացիներու դեմ շինծու գործերու դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը 3 ապրիլին։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ընկերային ցանցերու վրա կատարեց հետևյալ գրառումը։ Հանրային ցայնասպիրի տնօրեն Արմեն Կոլոյանի գինը Շուշան Ղազարյան ադելության խոսք կդարածե հայության մեկ հատվածին արցախցիներու հասցեին։ Դիկնոջ ադելության խոսքը այնքան ցած մագարտակի է եւ հասարակ, որ նույնիսկ մեջբերել չեմ ուզեր։ Ագամա կհիշենք մեծերեն մեկուն խոսքը. ով ինչ կխոսի, իր մասին կխոսի։ Արդյոք պետական հանրային լրատվամիջոցներու տնօրենը կբաժնեկցի գնոջ միտքերը։ Ենթադրեմ, որ այո, նշեց Ալեքսանյան։ Եթե համամիտ չէ, բարդավոր է հրաբարակային կերպով ներողություն խնդրել արցախցիներեն եւ ավելին։ Ադելության խոսքի դարաձումը պատասխանատվություն կնախադեսե օրենքով եւ դիշտ ժամանակն է այս հարցերը կարգավորել իրավական մագարտակով, հատկապես որ անոնք կապ ունին պաշտոնները ստանձնած անձերու հետ,
Այնալ հանրային լրատվամիջոցի պաշտոնը նշեց Ժաննա Ալեքսանյան։ Կոլոյան իրեն ուղված գնահատություններուն պատասխանելով Սպուտնիկ Արմենիային ասավ, թե չի գարտար իր գնոջ դիմադիդյան կրառումները եւ ընդհանրապես չուզեր մեկնաբանել զանոնք։ Ես չեմ մեկնաբանել ուրիշներու քրությունները։ Մարդ եւ գին մեկ մարմին, բայց ոչ մեկ դիմադիդյան էջ։ Արմեն Կոլոյանի գինը այնքան անգախ է, որ անգախ է նաեւ Արմեն Կոլոյանեն։ Ես չեմ գարտար գնոջս կրածները, ոչ ալ գուզեմ գարտալ կամ անոր մասին մտածել։ Այս այն դեպքն է, որ չվերահսկվող բնական ուժերու հետ ոչ մեկ կապ ունի։ Ես իմ դիմադիդյան էջս կփանամ դարին 4 անգամ, ըսավ Արմեն Կոլոյան։ Կոլոյան վստահեցուց, որ նույնիսկ չի գիտեր թե ինչ կրած է գինը։ Այն դիտարկումին, որ գինը արցախցիները թերախավորած է, արձագանքեց ասելով. Գիտեմ, որ գալ մարդիկ նեղացած են, սակայն ես դերյակ չեմ թե ինչ կրած է։ Չեմ բացառել, որ գինս ինքնուրույն ասնավորությունը ըլալով գրնապամ մկրել, որ մարդիկ չախորժին։ Ինձ մի եստեք ինչ կրած է, որովհետև չեմ ուզեր գիտնալ։ Ես ասած եմ թուն թունես եւ այսալ դիմադիդյան քու էջդ է։ Հանրային ցայնասպիրի գործատի դնորենը ավելցուց, որ այս հարցով իրենք թատրած են վիճել է։ Գինի ինչ որ ուզե այդ կկրե, իսկ ինչ իրավունք ունի զանոնք չգարտալու։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դոնորեն Արմեն Ափազյան հայտնեց, որ Երևանի հրաբարագի մեջ թուրք բլոգեր Օգուն Օզդեմիր դեսանույթի հրաբարագումեն յետ Հայաստանի քնչական կոմիտեն իր թեմ կորց հարուցած է։ Ափազյանն նշեց, Հայաստանի քնչական կոմիտեին հարցուցեք կպատասխանեն։ Դոնորենը այլ մանրամասնություններ չհայտնեց։ Հայտնենք, որ Օզդեմիր վերջերս այցելած է Հայաստան, ուր դեսանյութեր նկարահանած է եւ ավելի ուշ ընկերային ցանցերու մեջ դեղատրած է, Երևանը անվանելով Պատմական Ադրբեջան։ Գյումրիի եւ Փարաքարի ավականիի քաղաքապետական խորհրդի գիրագի օրվան արդահերթ ընդրություններն յետք ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը 3 հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ։ Հայաստան խմբակցությունը գարցնակրե, որ 30 մարտին Գյումրիի եւ Փարաքարի մեր հայրենագիցները կատարեցին իրենց ընդրությունը, չարդոնեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության իշխանությունը առնելու։ Այս երկու համայնքներում մեջ եւս ընդրությունները արդահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյան, ինչպես ուրիշ տեղական ինտեգրավարման մարմիններու մեջ քաղաքացիներու նախորդ ընդրությունը անդեսելով բռնակրաված էր իշխանությունը։ Այս անգամ եւս վարչագազմը անսահման երբով օգտագործեց իր միջոցները, դնշող մարմիններու միջոցով բռնաճնշումներու դիմեց ինտիմատիր տեխնազուներու դեմ, փորձեց վախի մթնոլորտի մեջ ուղղել ընդրոները, քաղաքացիական պայմանագիր խմբակցության բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները գործուղեց այդ համայնքներ։ Ցախողությունն յետք եւս գերզավորությամբ կհայտարարեն, թե իրենք ազատ արդար ընդրություններու երաշխավոր են, քաղաքացիի ընդրությունը իրենց համար օրենք է, նշեց հայտարարությունը։ Դեղական ինտեգրավարման մարմինի ընդրություններուն քաղաքական միջոցներու նման չարաշահում երբեք եղած չէ։ Հայաստան խմբակցությունը գշնորհավոր է Փարաքար համայնքի մեջ առավելագույն ցաներ հավաքած միասնություն տաշինքը։ Հույսով ենք, որ Գյումրիի մեջ անցման շեմը հաղթահարած ինտիմատիր ուժերը քաղաքապետ կընտրեն, ցախողեցնելով Գյումրիի իշխանությունը բռնակրավելու Փաշինյանի փորձը, եզրակացուց Հայաստան խմբակցության երեկվան հայտարարությունը։ Մեծն Բրիտանիո լորդերու բալադի մեջ հարց բարձրացած է։ Ադրբեջանի կողմէ Արցախեն կերևարված 23 հայերու նկատմամբ դաժան վերապերմունքին մասին։ Հարցին հեղինակը եղած է Վինչեսթերի եպիսկոպոսը։ Պատասխանելով հարցին, աշխատավորական կուսակցության անդամ Դարլինգտոնի դիրուհի Ջենի Չեպման ներկայացուցած է երկրի արտաքին գործոց համագործակցության եւ զարգացման նախարարության պատասխանը։ Եպիսկոպոսը հարցուցած է, թե ինչ հայտարարություններով Մեծն Բրիտանիո իշխանությունները դիմադեն Ադրբեջանի կառավարման եւ ինչ քայլեր կձեռնարկվին միջազգային գործընկերներու հետ համագարկումով։ Ադրբեջանի կողմէ իր միջազգային բարդավարություններուն կատարման համար։
Պատասխանելով դիրուհի չեպման նշած է, որ Մեծն Բրիտանիա Ադրբեջանի իշխանություններուն գոչ ըրած է, որբեսի սեպտեմբեր 2023-ին Արցախի մեջ ռազմական գործողություններու ժամանակ ձերբակալված անձերը գանքնին արդար դատագնության առջև եւ բահվին անվտանգ պայմաններու մեջ համաձայն Ադրբեջանի ստանցած միջազգային պարտավորություններուն։ Մեծն Բրիտանիո հայտարարի հանձնախումբի նախագահ Անետ Մոսկովյան հարցազրույցի ընթացքին ասաց է, որ Ադրբեջան լավ գմբրնե մերձերը սպյուրքի մեջ։ Ազերիներ համագարկված գարցականքեն իրենց գարավորության ներկայացուցիչներու միջոցով։ Այսպիսի օրինակներ ունեցած ենք 2020-ի պատերազմեն յետք, երբ Մեծն Բրիտանիո մեջ Թուրքիո եւ Ադրբեջանի տեսփանները կհետապնդեին Բրիտանիո պատգամավորները նամակներ գրելով, հրավիրելով հանդիպումներու։ Այսինքն, բուլինգի նման էր այս, չափազանց լավ գաշխատի այս առումով։ Անոնք սպյուրքեն սպառնալիք կտեսնեն եւ կփորձեն չեզոքացնել այդ վտանգն ու ուժը, ասաց է Անետ Մոսկովյան։ Անոր խոսքով Ադրբեջանը կփորձի լավ նկարակիր ստեղծել իր երկրին համար։ Անետ Մոսկովյան նշեց. Ադրբեջան կփորձի բادرանք ստեղծել, թե այստեղ կրոնական փոքրամասնություններու ազատություն կա։ Կան բազմաթիվ միջազգային զեկույցներ, Միացյալ Նահանգներու, Եվրոպական միության, այլ երկիրներու եւ գազագերբություններու կողմէ, որոնք կքննարկեն կրոնական որոշ փոքրամասնություններու եւ կրոնական առաջնորդելու հարազանքները, ներառյալ Արցախի ցեղային զդումները։ Ադրբեջան ասիկա կհասկնա եւ համագարկված կերպով կփորձի լավ նկարակիր ստեղծել իր երկրին համար։ Վատիկանի դեղեկատվական գայքը հայտնեց, թե Հռոմի Ֆրանցիսկոս Պապին որոշումով 3 իրանելիներ, ընդ որում հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթողիկե arczepiskopos Երանելի Իգնատիոս Մալոյան գսրբատասվին։ Աղբյուրին համաձայն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այս որոշումը տված է 28 մարտին։ Երանելի Իգնատիոս Մալոյան ծնած է 19 ապրիլ 1869-ին Թուրքիո Մարդին քաղաքի մեջ։ 14 տարեկանին մտած է Լիբանանի զմարու վանքի գեղերական միապանություն եւ ցերնադրված է 1896-ին ստանալով Իգնատիոս անունը։ Մալոյան Ալեքսանդրիո մեջ հրճակ ստացած է իր քարոզներով։ Այնուհետև աննշանակված է Կահիրեի պատրիարքական փոխանորդ, սակայն հաջորդ տարի վերադարձած է Ալեքսանդրիա դեսողական խնդիրներու պատճառով։ 1911-ին նշանակված է Մարտինի պատրիարքական փոխանորդ։ Հայոց ցեղասպանության ժամանակ Մալոյան ցերպակալված է դասնյակ քրիստոնյաներու հետ եւ ֆերված է դատարան։ Երբ անոր ասած են, որ գրնան կյանքը խնայել իսլամությունը ընդունելու պայմանով, Իգնատիոս Մալոյան հայտարարած է. Մենք երբեք անհավատարիմ չենք եղած պետության, սակայն եթե դուք մեզ մեկը խնդրեք անհավատարիմը լալ մեր գրոնքին, այդ մեկը երբեք պիտի չպատահի։ Այնուհետև զայն խոշտանկած են եւ գար ժամանակ յետք մահապատիժի ենթարկած։ Ան Երանելի հրճակված է Հովանես Պողոս II Պապի գոմե 2001-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցներու համաձայն Իրանի նախագահ Մասուդ Փեշկիյան ապրիլին պետական այցելությամբ պիտի մեկնի Ադրբեջան։ Այս պիտի ըլլա Փեզեշքյանի պաշտոնական առաջին այցելությունը Ադրբեջան իբրև Իրանի նախագահ։ Այցելության ընթացքին դեղի պիտի ունենա Իրան-ադրբեջանական գործարարներու համաժողովը, պիտի ստորագրվին շարք փաստաթուղթեր։ Ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը վանացանի եթերով եւ թիմադերի էջով։ Ցեզի հետ էին Գրիգորը, Սերլին եւ ցանի հաղորդավար Նաթալին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։